Իմ գործընկեր Դավիթ Գենջյանն է ինձ հետ հիմա կադրում, ինքը այսօր պիտի պատրաստի տեսանյութ Իրան-ամերիկյան հարաբերությունների մասին շատ լարված, բայց մի խնդրի ենք առավոտվանից բախվում, Դավիթ, որն է մեր հիմնական խնդիրը։ Մեր երկրում խնդիր կա բուն մասնագետները, որ ցանկություն չեն հայտնում խոսել քաղաքական թեմաներով, ասելով, որ կամ կոմպետենտ չեն, կամ չեն զբաղվում հենց քաղաքականությամբ, բայց եթե զբաղվում ես այդ ընդհանուր գիտությամբ, դա անկախելի մասն է։ Եթե Հայաստանի տեսանկյունից մենք չխոսենք, որ օրինակ Իրանում լարվածությունը ոնց կարող է ազդի մեզ վրա, ով պիտի ներկայացնի այդ ամեն ինչը։ Ես արևելագետ եմ, որոշ չափով կարող եմ, բայց իմ ասածը այլ է, բայց հենց բուն մասնագետը, որ ասի օրինակ, այսպիսի վտանգներ եմ տեսնում, ավելի խորապես է տեսնում։ Այսինքն հասարակությունը այս դեպքում ավելի պարզ է հասկանում ինչպես Այո, որովհետև մասնագետը խորապես տեսնում է այդ խնդիրը, հասկանում է ոնց որ առաջին հայացքից ինչ կարող է լինի, լուրջ է թե լուրջ չի։ Քաղաքականությամբ չգիտեմ ինչի չեն զբաղվում, երևի մեր երկրում ներքաղաքական վիճակները դա կապված, որովհետև ասում են օրինակ վերջին մի շաբաթում ես լուրերին չեմ հետևել, չեմ կարող ասել այդ դրա մասին։ Իրանագետ, որը չի հետևում Իրանի հետ կապված լուրերին, իսկ այս պահին ամբողջ գիշերվա ընթացքում տեղեկություններ էին շրջանառվում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի տեղեկություններ, որ Իսրայելը շուտով հարվածներ է հասցնելու Իրանի միջուկային օբյեկտների վրա, եւ եթե հայ քաղաքագետները սրան որևէ մոտեցում ցույց չեն տալիս, ինչ կարող ենք ակնկալել այս դեպքում Իրանից։ Սա խնդիր է, որին բախվելու ենք փաստորեն մեր մասնագիտական գործունեության ողջ ընթացքում։